վարչապետի հայտարարությունից հետո ձեր դիմախոսները ենթադրում են, որ զիջումներ կլինեն, ասենք Դե մի քիչ աբսուրդային է, հա ձեր կարծիքով այդպիսի հնարավորություն կարող է լինել, մի քիչ զիջումներ լինել եւ մենք դրա դեմ չկարողանանք ապրել։ Մի քիչ աբսուրդային են մեր ընդդիմադիր գործընկերների քննարկումները, որովհետեւ երբ որ վարչապետ Փաշինյանը չի խոսում մեր օկուպացված տարածքների վերադարձի մասին, չնայած ինքը միշտ է խոսում է, բայց ասենք թե 3 օր չի խոսում։ Ասում են, ահա, ինչու նա չի խոսում մեր օկուպացված տարածքների վերադարձի մասին։ Երբ որ ասում են մենք պետք է վերադարձնենք մեր օկուպացված տարածքները, այդ թվում Արցախը, ասում են, այսինչ է, ուրեմն զիջումների անեն։ Հիմա, ինչ վերաբերում է անկլավային հարցերին, դրանք պետք է որոշվեն սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի շրջանակներում։ Սահմանազատման հանձնաժողովները ընդունել են աշխատակարգ, որը նաև մեր կողմից օրինակ վավերացվել է ազգային ժողովում, իրենց կողմից իրենց համապատասխան ներպետական ընթացակարգերով վավերացվել է։ Դա ինչ է ենթադրում, ըստ այդ աշխատակարգի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը ինչ է ենթադրում, որ իրենք պետք է բնականաբար իրավական հիմքերը դնեն, իրար առաջ քննարկեն, կատի ունեմ ամբողջ սահմանազատման համար, տարբեր հատվածների, տարբեր թողեք ավարտեմ։ Սահմանազատման հանձնաժողովում կողմերը պետք է դնեն տարբեր հատվածների վերաբերյալ իրենց ունեցած քարտեզագրական իրավական հիմքերը եւ այլն եւ այլն։ Իրականացնեն սահմանազատում, ստորագրեն վերջում սահմանազատման բաները, պրոտոկոլները, այսպես կոչված։ Ամենավերջում նաև պետք է երբ որ ավարտեն սահմանազատման գործընթացը, պետք է միմյանց հետ պայմանագիր կնքեն դելիմիտացիայի վերաբերյալ։ Հաստատ մինչև ընտրությունները չի լինի, որովհետև դա երկար աշխատանք է։ Նաև սահմանազատման գործընթացը հնարավորություն տալիս է տարածքների փոխանակում անելու, բայց եթե օրինակ տարածքների փոխանակում չի լինում, հանրաքվեի պահանջ չկա, որպեսզի օրինակ պայմանագիրը սահմանազատման վերաբերյալ ստորագրվի եւ ավերացվի։ Եթե ընթացքում որոշվի ինչ-որ տարածքներ փոխանակել, այդ դեպքում արդեն հանրաքվեով է լինում։ Հիմա որևէ նորություն չկա այդ հարցերով, այսինքն սահմանազատման հանձնաժողովի հանդիպում այս վերջին շրջանում չի եղել եւ նոր զարգացումներ չկան։ Որտեղից է ծագել։ Արցվաշենի թեման ծագել է այն պահից, երբ որ Արցվաշենը օկուպացվել է։ Այսինքն կանգնած է սահմանազատման Ինչ աշխատանք գրավել են աշխատանքը։ Գրավել են։ Ես ու դուք ես Արցախաշենում եմ այդ օրը։ Ես այդ օրը, բայց բան չէ, վստահ չեմ, խոսել գիտեի, թե չգիտեի։ Դրա համար ես այդքան լավ չեմ հիշում։ Պարոն, այսինքն սահմանազատման աշխատանքների գործընթացը Դե տարբերություն կա մի քիչ էլ։ Ինչ։ կանգնած է աշխատանքը սահմանազատման Կանգնած չի, բայց նկատի ունեմ նոր, կանգնած չի, բայց նոր հանդիպում դեռ տեղի չի ունեցել, կունենա որևէ խնդիր չկա, այսինքն ինքը իր հունով գնում է։ Այլ կերպ ասած, որպեսզի հստակ լինենք, սահմանազատման հետ կապված, այդ թվում անկլավային հարցերով որևէ նորություն չկա։ Իրավական հիմքերի առումով էլ չկա։ Դա պետք է սահմանազատման հանձնաժողովում քննարկվի։ Նիկոլ Փաշինյանն ասում է դեռ պետք է իրավական հիմքեր ներկայացնել։ Նախ նոր պատասխանեցի։ Չէ, բայց հիմա այլ հարցեր կա։ մի րոպե, Ռուզան մի րոպե։ Հիմա երբ որ վարչապետը խոսույթ է փոխել։ Ինչով է խոսույթ փոխել։ Նախկինում գոնե ասում էր պետք է իրավական հիմքեր ներկայացնել, հիմա չի ասում։ Չէ, որովհետև դա ակնհայտ է, որ պետք է տեղի ունենա սահմանազատման հանձնաժողովում։ Սահմանազատման հանձնաժողովում չի կարող սահմանազատվել սահմանի անգամ 1 սանտիմետր առանց համապատասխան իրավական հիմքերի։ Արցվաշենի մասին է խոսել վարչապետը, մենք Արցվաշենի իրավական հիմքերի վերաբերյալ որևէ կասկած չունենք։ Հիմա նաև այսպիսի բաներ կան, կարծիքներ կան, մի րոպե, ասում են Արցվաշենը որևէ ռազմավարական նշանակություն չունի, այնինչ, բայց այն Ժորժ ջան, Արցվաշենը մեր տարածքն է, հասկանում եք, ես սահմանադրորեն պարտավորված եմ խոսել Արցվաշենի վերադարձի անհրաժեշտության մասին, որտեղ դա մեր տարածքն է։ Մեր տարածքն է, չեմ կարող չխոսել Արցվաշենի մասին, սրա մասին է խոսքը։ Ընդ որ ոչ միայն Արցվաշենի, Ջերմուկի հատվածի տարածքների մասին, Սյունիքում հատվածներ կան, Տավուշում հատվածներ կան։ Պարզապես կներեք, այն անկլավների մասին, որ խոսում են, պարոն Ռուբինյան, ասում են, եթե դա անցնեն Ադրբեջանում, մենք ճանապարհների ենթակառուցվածքների խնդիրները Ես էլ ասում եմ, որ այդ հարցերը ենթակա են քննարկման սահմանազատման հանձնաժողովում եւ այդ հարցերի հետ կապված արդեն երբ որ սահմանազատումը հասնի դրան այդ հարցերին արդեն կողմերը կորոշեն այդ հարցին ոնց անդրադառնան տեսականորեն եթե փոխանակման որոշում լինի ընդհանրապես որևէ սահմանային որևէ հատվածի հետ դա հնարավոր է անել միայն հանրաքվեով
Կներեք, բայց մենք մի փորձ տեսանք, որ ոչ, մենք տեսանք, որ Կիրանցի հատվածում հնարավոր չեղավ ճանապարհի հետ կապված այնպիսի որոշում կայացնել, որ գոնե ճանապարհը մնա Հայաստանին, հայ գյուղին եւ նոր ճանապարհ կարող է։ Որովհետեւ այդ կոնկրետ այդ կետում որոշում չկար տարանցքային փոխանակման։ Բայց իդեպ եթե այդ ժամանակ էլ լիներ, պետք է հավաքվել լիներ։